Պատկերացրեք մի պահ։ Մենք մեր կյանքից մոտ 6 տարի անցկացնում ենք երազների մեջ։ 6 ամբողջ տարի մենք ապրում ենք մի աշխարհում, որն իրականում գոյություն չունի։ Բայց գիտեք, թե ինչու ենք մենք ընդհանրապես երազ տեսնում։ Մինչև հիմա մնում է մարդկության ամենամեծ առեղծվածներից մեկը։ Ինչու է մեր ուղեղը մեզ ամեն գիշեր ցույց տալիս այս տարօրինակ պատմությունները, մարդկանց ու վայրերը։ Ողջույն բոլորին։ Այսօրվա մեր վերլուծության ընթացքում մենք միասին անհավանական հետաքրքիր մի ճամփորդություն ենք կատարելու։ Մենք կփորձենք քանդել այս գծիկը, սկսելով մեր ուղեղի ամենախենթ մեխանիզմներից, մինչև հասնենք հին աստվածաշնչյան իմաստություններին։ Մենք կհասկանանք, թե իրականում ինչ է կատարվում ձեր գլխում, երբ դուք խորը քնած եք։ Գնացինք։ Դե ինչ, եկեք սկսենք ամենասկզբից ու հասկանանք ինչ է իրականում կատարվում մեր ուղեղում։ Ուրեմն 20-րդ դարում գիտնականները սարքերով սկսեցին չափել քունը ու մի ապշեցուցիչ բան հայտնաբերեցին, դա REM քունն է կամ աչքերի արագ շարժման փուլը։ Պատկերացրեք, ձեր աչքերը փակ են, բայց արագ շարժվում են։ Ուղեղն աշխատում է այնքան ակտիվ, կարծես դուք լիովին արթուն եք, բայց մարմնի մկանները ժամանակավորապես անջատված են։ Ինչու՞։ Որովհետև սա բնության կատարյալ պաշտպանական մեխանիզմն է։ Այն պարզապես թույլ չի տալիս, որ մենք ֆիզիկապես անենք այն, ինչ տեսնում ենք երազում, որպեսզի հանկարծ չվնասենք ինքներս մեզ։ Իսկ գիտեք ինչն է ամենահետաքրքիրը։ Այդ փուլում մեր հիշողությունը, զգացումներն ու երևակայությունը պարզապես գերակտիվ են, իսկ տրամաբանությունը կարծես ընդհանրապես գոյություն չունենա։ Դրա համար էլ երբ երազում ձեր շունը հանկարծ սկսում է մարդկային լեզվով խոսել կամ դուք ինքնաթիռի պես թռչում եք շենքերի վրայով, ձեզ դա այդ պահին լրիվ նորմալ է թվում։ Ձեր ուղեղի քննադատող մասը պարզապես խորը քնած է։ Լավ, հասկացանք, բայց իսկ ինչու ենք մենք ընդհանրապես երազ տեսնում։ Ժամանակին բոլորը հավատում էին Ֆրոյդին, որ երազները մեր ինչ-որ թաքնված ցանկություններն են, բայց ժամանակակից գիտությունը մի քիչ ավելի պրակտիկ է նայում հարցին։ Նախ շատերը կարծում են, որ ուղեղը գիշերը պարզապես մաքրում է կոշտ սկավառակը, տեսակավորում է ինֆորմացիան ու որոշում ինչը պահել, ինչը ջնջել։ Երկրորդ տարբերակն այն է, որ երազներն օգնում են մեզ մարսել ուժեղ ստրեսն ու հույզերը շատ ավելի անվտանգ միջավայրում։ Եվ երրորդ, գուցե ուղեղը պարզապես պատահական ազդակներ է ստեղծում քնած ժամանակ ու փորձում է դրանցից ինչ-որ տրամաբանական պատմություն հավաքել, ինչն էլ հենց բացատրում է երազների անհետեթությունը։ Անցնենք առաջ։ Հիմա կպատմեմ քնի մասին մի քանի անհավանական տարօրինակ փաստեր։ Ուրեմն նախ եւ առաջ մեր ուղեղը ֆիզիկապես ի վիճակի չէ նոր դեմքեր հորինել։ Այո, այն բոլոր անծանոթները, որոնց տեսնում եք երազում, իրական մարդիկ են, ում գուցե վայրկյանական տեսել եք փողոցում։ Մեր ուղեղը աշխատում է պրոժեկտորի պես, հին կադրերով։ Երկրորդ, արթնանալուց ընդամենը 5 րոպե անց մենք մոռանում ենք մեր տեսածի կեսը, այսինքն ինֆորմացիան ուղղակի գոլորշիանում է։ Իդեպ երբևէ փորձել եք երազում կարդալ։ Դա համարյա անհնար է, տառերը անընդհատ լողում եւ փոխվում են։ Ու մի ֆանտաստիկ բան էլ։ Գիտեիք, որ հին, սև ու սպիտակ հեռուստացույցների ժամանակաշրջանում մարդկանց մեծ մասը հենց սև-սպիտակ երազներ էր տեսնում։ Ուղղակի խելահեղ է։ Բայց երբեմն մեր օրգանիզմի այս կատարյալ համակարգը կարող է քաղել։ Խոսքը քնի կացվածի մասին է։ Սա տեղի է ունենում, երբ դուք արթնանում եք, ձեր գիտակցությունը տեղն է, բայց մարմինը դեռ մնացել է այն REM պաշտպանական ռեժիմում։ Դուք չեք կարողանում շարժել ոչ մի մկան։ Պատկերացնում եք, չէ՞, ինչ սարսափելի է։ Դրա համար էլ պատմության ընթացքում մարդիկ սա միշտ շփոթել են ուրվականների, դևերի կամ սենյակում ինչ-որ չար ուժի ներկայության հետ։ Լավ, որպեսզի շատ չլարվենք, մի շատ դրական բան ասեմ։ Կենդանիները եւս երազ են տեսնում։ Հաստատ նկատած կլինեք, թե ինչպես է ձեր շունը կամ կատուն քնած ժամանակ թաթերը շարժում կամ մեղմ հաչում։ Նրանք եւս անցնում են REM փուլով եւ այդ պահին երազում հավանաբար վազում են ինչ-որ երևակայական գնդակի հետևից։ Շատ սիրուն փաստ է, չէ՞։ Իսկ լսել եք գիտակցված երազների մասին։ Սա այն պահն է, երբ քնած ժամանակ հանկարծ հասկանում եք, վայ, ես քնած եմ, սա իրական չէ։ Եվ դուք սկսում եք կառավարել ամեն ինչ, փոխել սցենարը ձեր ուզածով։ Զուտ կենսաբանորեն սա ցնցող երևույթ է, բայց դե մենք մարդիկս երբեք չենք բավարարվում միայն չոր կենսաբանությամբ։ Մենք միշտ փնտրում ենք ավելի խորը իմաստներ։ Ինչն էլ մեզ հանգեցնում է մեր պատմության հաջորդ կարևոր կանգառին՝ երազները Աստվածաշնչում։
Հազարավոր տարիներ առաջ մարդիկ վստահ էին, որ երազները ուղերձներ են հենց վերևից, եւ Աստվածաշնչում մենք սա շատ վառ ենք տեսնում։ Օրինակ, Հովսեփը մեկնաբանում է Փարավոնի երազը 7 կովերի մասին ու փրկում ամբողջ ժողովրդին սովից։ Հակոբ Նահապետը երազում տեսնում է հրեշտակներով լի այն հայտնի երկնային սանդուղքը։ Կամ ավելի ուշ, երբ Հովսեփին հենց երազի միջոցով է զգուշացվում վերցնել մանկանն ու փախչել Եգիպտոս։ Տեսնում եք, սրանք ճակատագրական, ուղղակի պատմություն փոխող աստվածային միջամտություններ էին։ Բայց արդյոք սա նշանակում է, որ ամեն երազ վերևից եկած նշան է։ Աստվածային նշան, թե պարզապես սովորական միտք։ Այստեղ է թաքնված ամենահետաքրքիրը։ Գիտեք, Աստվածաշնչում շատ հստակ նշվում է, որ ոչ բոլոր երազներն են աստվածային։ Չնայած այն բոլոր մարգարեական տեսիլքներին, որոնց մասին խոսեցինք, որոշ հատվածներում ասվում է, որ երազները երբեմն կարող են պարզապես մարդու մտքերի, վախերի կամ անհանգստության արդյունք լինել։ Սա ֆանտաստիկ ռացիոնալ մոտեցում է։ Պարզվում է, որ դեռ այն ժամանակ հասկանում էին, երբեմն ուղեղը պարզապես արտացոլում է մեր առօրյա հանգստությունները։ Այսինքն, այնտեղ կա երկու շատ հստակ գաղափար։ Նախ, որոշ երազներ, այո, կարող են կարևոր լինել եւ իմաստ պարունակել, բայց երկրորդ եւ ամենակարևորը, ամեն երազ չպետք է ընդունել որպես նշան։ Պատկերացնում եք, ինչ հիանալի է այս հնագույն իմաստությունը հավասարակշռում ամեն ինչում նշաններ փնտրելու մեր ցանկությունը գիտության այն իրականության հետ, որ երբեմն մեր ուղեղը պարզապես պետք է մաքրի իր ավելորդ աղբը։ Այնպես որ հիշեք այս կարևոր միտքը։ Թեև երազները կարող են կարևոր լինել, բայց ամեն երազ չէ, որ նշան է։ Եվ այստեղ ուզում եմ մեր այսօրվա վերլուծությունն ավարտել մեկ հարցով։ Հաջորդ անգամ, երբ դուք կարթնանաք, մտածեք, արդյոք ձեր վերջին երազը թաքնված մի ուղերձ էր, թե պարզապես ձեր առօրյա մտքերի, վախերի կամ անհանգստության արձագանքը։ Շնորհակալություն, որ այսօր ինձ հետ էիք, կհանդիպենք։